Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ուղիղ եթերում ենք, ուզում եմ ասել, որ այսօր մենք ունենալու ենք երկու եթեր, ես այս առաջի եթերը խոսելու եմ Վարդան Ղուկասյանից, կարճ, ես ունեմ կոչ մեր հայրենակիցներին աշխարհասփյուռք, եւ դրանից հետո եթե երբ որ ես անջատեմ իմ լայֆը, կմիանամ երկրորդ լայֆը, խնդրում եմ, որ հետևեք, որտեղ շատ կարևոր ինֆորմացիա է, որի մասին ուզում եմ խոսել, սիրելի հայրենակիցներ, ինչ որ այլ։ Սիրելի հայրենակիցներ, շատերը գիտեք, որ ես արդեն տարի 6 ամիս է խոսում եմ Վարդան Ղուկասյանի ազատության եւ իմ անհանգստությունն եմ եւ կոչն եմ արել, որ Վարդան Ղուկասյանին փակել են շինծու գործերով։ Ես խոսել եմ նրա մասին, իմ համար հասկանալի էր, որ Վարդան Ղուկասյանի անունը տալով ինչ խնդիրների եւ հարցերի մեջ կարելի է մարդ հայտնվել, բայց դա նորմալ է, որովհետեւ նույնը Վարդան Ղուկասյանը նա խոսում էր հիմա, երբ որ նա նստած է, նա խոսել է մեր խնդիրների մասին եւ նա խոսել է հենց նա այսօրվա իր անազատության հայտնվելու իմաստը դա էր, որ նա խոսել է մեր մասին, մեր խնդիրների մասին։ Դրա համար ես լինելով միշտ ամեն անգամ կրկնում եմ այս ամեն ինչը, որ լինելով հայ քրիստոնյա, տեսնելով մեր հայրենակցի խոսելը մեր հայրենակիցների խնդիրների մասին, ես ինձ հարկ եմ համարում, որ նրա կողքին կանգնել, ես իմ խոսքը նորից ասել եմ եւ հիմա եմ ասում, մինչև վերջ ես գնալու եմ լինելու եմ Վարդան Ղուկասյանի կողքին, անկախ ամեն ինչից, սա ոչ թե քաղաքական ինչ-որ մի բան է, որ ես պետք է կանգնեմ քաղաքական առումով, ոչ, երբ որ նրան տարել էին բերդ, մենք դեռ քաղաքական նույն տեսլականը մենք չունենք, հետո ժամանակի մեջ դա մոտեցրեցինք այդ ամեն ինչը եւ Փառք Աստծո աշխատում է շատ ճիշտ նվիրյալ տեսակով, բայց իմ տեսակը անկախ ամեն ինչից, իմ ով լինելով, ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, սիրելի հայրենակիցներ, եւ այսօր ուզում եմ ես կոչ անել մեր աշխարհի բոլոր հայրենակիցներին։ Սիրելի հայրենակիցներ, ես տեսնում եմ, որ այսօր գնում է ֆլեշմոբ։ Ֆլեշմոբը տարբեր լեզուներով է, որ խոսում են ազատություն Վարդան Ղուկասյանին, դա շատ լավ է, որ տարբեր երկրներից խոսում եք ազատություն Վարդան Ղուկասյանին, բայց ես հիմա ուզում եմ ավելի մեծ առաջարկ անել, մինչև առաջարկին հասնելը, մինչև այդ նույն առաջարկը կամ ասելով այդ ֆլեշմոբը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Անդրանիկ Արմանդանյանից, որ այսօր ինքը շատ մեծ գործանում եւ մեր արշակից, որ հիմա ստորագրահավաք են վերցնում, տվեք շատ գովելի է, շատ լավ եք անում, մանավանդ Արմանջան, որ մեր իսկական քարտեզն ես վերցրել, ոչ թե խաբեության եւ կտրած կիսատ քարտեզը, այո, շատ ճիշտ գործ եք վերցրել ձեր վրեն, բայց ես ուզում եմ կոչով հիմա դիմել ձեզ, թող ձեզանից սկսվի այս ֆլեշմոբը, քանի որ դուք հիմա այս արևի տակ կանգնած բաժանում եք եւ ստորագրահավաք եք անում, դրա համար իմ կոչը թող սկսվի ձեզանից, որտեղ այսօր դուք Հայաստանում եք։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում եւ կոչս աշխարհասփյուռք մեր հայրենակիցներին։ Շատ լավ է, որ խոսում եք տարբեր լեզուներով, ես կարող եմ այսօր 5 լեզվով նույն խոսքերը ասել Վարդան Ղուկասյանի ազատությունից, արդեն տարի 6 ամիս է ասում եմ իմ եթերներով։ Մենք շատերը գիտեք, որ Սենատի կողմից նամակներ են գրել տարբեր եվրոպական դատարան, սենատորների են կուղարկել, բայց քանի որ այստեղ գնում է Տրամփ եւ Փաշինյան, Ալիև առևտուր եւ սահմանների վերահսկում, մենք շատ լավ հասկանում ենք, թե այստեղ ինչ է կատարվել։ Ես անհանգստացած եմ լինելով իմ հայրենակցի կողքին, ես դա ամիսներ առաջ եմ ասել, որ Վարդան Ղուկասյանին նրանք հանգիստ չեն թողնի։ Ես իմ անհանգստությունն եմ ասել, որ մինչև եթե մենք հիմա չկանգնենք Վարդան Ղուկասյանի կողքին, կարող է լինի, որ ամենավատագույնը, քանի որ դրան չենք հասել դեռ, չդա Աստված Աստծուն աղոթենք, որ դրան չհասնի, բայց ես այս ամեն ինչը տեսնելով լավ հոտ չեմ առնում այս ամեն ինչի հետ։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր մեր
պահներին եւ մնացած մեր կառույցների աշխատողներին, որ չդա Աստվածս Նիկոլ Փաշինյան եւ մնացած ձեր իրավապահները, ով որ այս առևտրի մեջ կա, Վարդան Ղուկասյանը լինելու է ձեզ համար մի հատ օսկոր, որը դուք չեք մարսելու, եթե նրա առողջականին եւ որևէ մի ձև նրա կյանքին մի բան պատահի։ Դա կլինի ձեր ամենամեծ խնդիրը այս տարիների մեջ, որ դուք ունեցել եք շատ խնդիրներ, սա կլինի ամենամեծ խնդիրը ձեր համար։ Հիմա ես ուզում եմ բոլոր Եվրոպայի հայերին իմ ասելուց հետո, եթե կլինեն մարդիկ, ես պատրաստ եմ միաբանվելու բոլորս միասին։ Ես ապրում եմ Ավստրիայում, Վիեննայից 350 կիլոմետր ավելի հեռու, բայց ես պատրաստ եմ Վիեննայում եւ իմ կոչն է, սիրելի հայրենակիցներ, բոլորս միաբանվում ենք եւ գնում ենք ռուսական դեսպանատան առջև պահանջելու այո ծննդով հայ, բայց Ռուսաստանի քաղաքացի Վարդան Ղուկասյանին, նրա ազատությունը, նրա առողջությունը եւ անհապաղ բերդից ազատվելը, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացի ինչի համար եմ ես հիմա ասում, որ մենք պետք է դեսպանատների դեմը կանգնենք, որովհետեւ Ռուսաստանը ունի արդեն նոր օրենք իր քաղաքացիների համար կանգնած է մինչև վերջ։ Հիմա ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը հասնի Վլադիմիր Վլադիմիրին, որ իր քաղաքացին Նիկոլ Վովայևիչի ձեռքով խոշտանգվում է։ Այո, նա խոշտանգվում է եւ Նիկոլը խոշտանգում է այսօր Ռուսաստանի քաղաքացու, ծննդով հայ։ Հիմա իմ համար շատ հետաքրքիր է այստեղ, որ սիրելի հայրենակիցներ, արդյոք Ռուսաստանը չի նայում նա, որ երկրի ծնունդը այ նայում է իր երկրի քաղաքացու արժեքը, նա չի նայում Վարդան Ղուկասյան ազգանունով որը մեկը, ինքը նայում է Գրաժդանին Ռոսիա, այսա շատ կարևոր է, սա ունի մի քանի դերակատար իմ այս քայլը իմ հայրենակիցներին ասելու համար, հասկանանք, եթե նա իրոք մտահոգ է իր քաղաքացու համար, նա պետք է ամեն ինչ անի, որ իր քաղաքացին մեկ րոպե շուտ, իսկ Պուտինի համար դա մեկ զանգա Տրամպին, եթե նա իրոք կանգնած է իր քաղաքացու։ Եվ սրանով մենք կհասկանանք գլոբալ առևտրի ուժը եւ իմաստը։ Սրանով մենք կհասկանանք 2 միլիոն հայրենակիցները, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, իշքանով են նրանք, հաջորդը, որովհետև կարող է լինի Պողոսյան Պողոսը կամ Մարտիրոսը կամ որևէ մեկը։ Նշանակում է այս ֆլեշմոբը, որ մենք սկսելու ենք ռուսական դեսպանատների մոտ պահանջելով Ռուսաստանի քաղաքացուն հետ, որտեղ շինցու գործերով մարդ արդեն տարի 6 ամիս խոշտանգվում է, սրանով մենք մի քանի հարց ենք լուծում, հասկանալով առաջինը Ռուսաստանը կանգնած է հայրենակցու կողքին իր, երկրորդը Իշկանովը ապահովված մեր 2 միլիոն Ռուսաստանի քաղաքացին, երրորդը հասկանում ենք, թե Իշկանովը հետաքրքրված Պուտին, Նիկոլ եւ Տրամփ իրենց այս առևտուրը։ Սիրելի հայրենակիցներ, իմ կոչն է, եթե Ավստրիայի Հանրապետությունում կան Վարդան Ղուկասյանի դոգի աջակիցները, ես պատրաստ եմ 24 ժամ զանգեք ինձ Facebook-ով, գրեք ինձ Facebook-ով, ես իմ հեռախոսահամարը կտամ, կպայմանավորվենք օրինական ձևով Ավստրիայի օրենքով, ոնց որ տրամադրվում է առողջ ցույց, մենք կկազմակերպենք Վիեննայում, Ռուսաստանի դեսպանության կամ հիպատոսարանի առաջ։ Նույն իմ կոչը բոլոր Եվրոպայի հայրենակիցներին, գտնեք Բերլինում, գտնեք Փարիզում, գտնեք Բելգիայում, գտնեք Անգլիայում, թե որևէ մի երկրում, նա մեր հայրենակիցն է, առաջինը մենք պետք է այդպես տեսնենք, որ խոշտանգվում է մի մարդու կողմից, որը սպանեց 5000 հոգու մեր երեխաներին։ Երկրորդը իմ կոչը Ամերիկայի մեր հայրենակիցներին է,
որ այո, այսօր պետք է բոլոր Ամերիկայի նահանգներից հավաքվեք ոչ թե միտեղ, ոչ, հենց ձեր նահանգներում, որտեղ ես գիտեմ, որ Ամերիկայի նահանգներում տարբեր հիպատոսներ կան եւ դեսպանությունը, չգիտեմ, 1 հատ է, 2 հատ է, 3 հատ է, դա չեմ կարող ասել, կարելի է դա ճշտել հենց Ամերիկայից, բայց հիպատոսներում հիպատոսական շինություններ կան։ Ձեր բողոքի ակցիան սկսեք ոչ թե միայն այս ֆլեշ մոբով, որ ես ուզում եմ, որ Վարդան Ղուկասյանը, այո, դա շատ կարևոր է, բայց պետք է հասանելի լինի Ամերիկայի պետական այրերին, որ մենք դիմում ենք Ռուսաստանի ցարին, որ իր քաղաքացուն հետ տակ։ Դա արդեն ուրիշ խնդիր է լուծվում, սիրելի հայրենակիցներ։ Դրա համար իմ կոչն է բոլոր մեր հայրենակիցներին ոտքի կանգնել, ես պատրաստ եմ, իմ հետ թող կապնվենք բոլորս միասին, որովհետև ու ամենակարևորը Ռուսաստանի մեր հայրենակիցներ եւ Դոգի Վարդան Ղուկասյանի աջակիցներ եւ նույնը իրավաբաններ մեր հայրենակիցներ, որ Հայաստանում եք եւ ընդդիմադիր ուժեր, որ կիսում եք Վարդան Ղուկասյանի գաղափարախոսությունը, ես կխնդրեմ, որ տարբեր տեղերում, գլնի պետդումայում, կառավարական շենքերում մնացած մինիստրներին, դեպուտատներին, զինվորականներին անհատական հասցնել սիտուացիան, որ այս ամեն ինչը հասնի պարոն Պուտինին, որ քո քաղաքացուն այս ձև խոշտանգում է Ամերիկայի բերդում Վովայիչի ձեռքով։ Նա թքած ունի քո քաղաքացու վրա, բա դու չես ասել, որ քո քաղաքացին պաշտպանված է, պարոն Պուտին։ Դա շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ։ Դրա համար իմ կոչն է Ռուսաստանի մեր հայրենակիցներին, զինվորականներին, այն մարդկանց, ով որ պաշտպանում են Վարդան Ղուկասյանի եւ նվիրյալների գաղափարախոսությունը, բոլորը միաժամանակ կապնվում ենք բոլորս մեկս մյուսի հետ, բոլոր դեսպանատներում մենք մեր մտահոգությունն ենք անում դեսպանատներին Ռուսաստանի քաղաքացի Վարդան Ղուկասյանի համար։ Այո, նա Հայաստանի ծնված է, հայ է, բայց նրա քաղաքացիությունը ռուսական է։ Դրա համար մենք պետք է պահանջենք Ռուսաստանի դեսպանությունից եւ խնդրենք օգնել իրենց եւ մեր հայրենակցին եւ իրենց քաղաքացուն։ Սիրելի հայրենակիցներ, կոչս բոլորին է, խնդրում եմ, կիսվեք այս վիդեոն, պատրաստ եմ 24 ժամ, բոլորի հետ կապի դուրս գալ, պատրաստ եմ Վեննա եւ Ավստրիայում բոլոր մեր հայրենակիցները, ով որ կկիսեն այս գաղափարախոսությունը, կապնվել իմ հետ Facebook-ով եւ մենք բոլորս միասին կկազմակերպենք բարձր մակարդակի հավաք ռուսական դեսպանության դիմաց թե նամակով, թե կոչով։ Ես կխոսեմ իմ սենատոր գործընկերների հետ, կխնդրեմ, որ նրանք պատրաստեն բարձր մակարդակի սենատի մակարդակի գրառումներ, եթե որևէ մի երկրից կունեք ժողովուրդ, որ կհավաքվեք ռուսական դեսպանատան կողքը եւ չունեք որևէ բլանկ պետական օրեն տալու կամ չունեք այդ իրավաբանը, որ նա ճիշտ գրառում անի, ես պատրաստ եմ ձեր գրառումը անելու, որ երկրի, որ դուք կաք։ Ինձ թարգմանություն պետք չէ, մենք ամեն հնարավորությունը ունենք, պատրաստ եմ բոլոր երկրներին, որտեղ որ դուք կլինեք ձեր ցույցը, մենք կուղարկենք բարձր մակարդակի պետական գրառում, որտեղ շատ կոնկրետ պահանջն է Ռուսաստանի քաղաքացու ազատ արձակելու եւ նրա կյանքին վնաս չհասցնենք, որ չհասցնեն վնասը Ռուսաստանի քաղաքացուն։ Խնդրում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, կանգնեք Վարդան Ղուկասյանի կողքին, կանգնեք նվիրյալների կողքին եւ նրանք էլ կկանգնեն մեր հայ ազգի կողքին։ Սրանով ես հիմա իմ ուղիղ եթերը ավարտում եմ, 1 րոպե հետո ես մտնում եմ նորից եթեր, որտեղ ունեմ ուրիշ թեմա։ Աստված օրհնի, պատրաստ եմ 24 ժամ 7 ռեժիմով։